Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, հարցի համար։ Նախ տեսեք, ձեր հարցի սկզբնական հատվածը առհավատչյան էր նրա, որ իմ նախորդիվ ասած բացարձակ ճշմարտություն էր, որտեվ նախորդ գումարման մեկնարկում, երբ մենք մեջ էինք բերում Հայաստանի Հանրապետության վարչական բաժանման մասին օրենքը, դուք այդ օրենքից բան եք, ամեն կերպ խուսանավում եք այդ օրենքից, փորձում եք ցույց տալ, թե այդ օրենքը ոչ մի նշանակություն չունի, այնպես որ ձեր մեջբերումը եւս առհավատչյան է նրա, որ այն ինչը որ ես ասեցի իրական Հայաստանի գաղափարախոսության բացարձակ ջախջախիչ հաղթանակի մասին, կատարյալ ճշմարտություն է, բայց ինչևէ, գալով ձեր մյուս հարցին, գնահատելով հիմիկվա ու հիմա ու նախորդիվ 2020 թվականի դերությամբ մեր բանակի ոնց ասեցիք բառը, այսպես ասեք, ես կլսեմ, ուղղակի բառը ասեք։ Պարոն Խաչատրյան, ես միանշանակ կգնահատեմ, չեմ կարող կոնկրետ թվեր ասել, որովհետև նախ դրա փորձագետը չեմ ու դրա համար հատուկ ինստիտուտներ կարող են։ Մի ամբողջ ինստիտուտ է պետք, որպեսզի նման ամբողջական գնահատական տա, բայց ինձ թվում է ցանկացած նույնիսկ դիլետանտ մարդու համար գերակնհայտ է, որ բարձր, շատ ավելի բարձր է հիմա մեր բանակի մարտունակության մակարդակը, քան դրանից առաջ էր, որովհետև պարոն Խաչատրյան, կներեք, բայց ձեր մյուս խմբակցության իշխանությունները մեծ ժառանգություն էին թողել բանակ, որտեղ որ, օրինակ դեռ օգտագործման ու ծառայության մեջ էր 1930-ականներին արտադրված KS-19 հրանոթներ։ 30-ականներին, պարոն Խաչատրյան, հիմա ասում եմ, մենք ունենք ու ցուցադրել ենք հրետանային համակարգեր, որոնք ունեն ու որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ անդամ առաջատար պետություններում։ Ես ասենք տոննայով զենքի մասին չի խոսք, էլի։ Իհարկե կարակ ասեք, որ զինամթերքի կորուստ է եղել, էս է եղել, այո, իհարկե եղել է։ Միանշանակ եղել է։ Բայց խնդիրը գիտեք որն է, որ հիմա դարը փոխվել է։ Եվ հիմա այդքան քանակը չի էական, ինչքան որակն է էական։ Որտեվ այսօրվա դրությամբ օրինակ ռուս-ուկրաինական պատերազմը մասնավորապես ցույց է տալի, որ այտենց 5000 տանկ ունենալը շատ բան չի երաշխավորում պատերազմի դաշտում։ Տեխնոլոգիան է առաջնային հիմիկվա բանակում, պարոն Խաչատրյան։ Եվ ես լիահույս եմ, որ այն տեմպը, որը որ մենք ունենք հիմա մեր բանակի տեխնոլոգիական առաջընթացը ապահովելու առումով, այդ տեմպը կշարունակվի, բայց սուերը չեմ կարող հանել հաշվարկից, ինչու՞, որտեվ այդ սուերը հիմա կան, այդ սուերը հիմա սպառազինված են, օդ տեսակի հրթիռներով եւս, ու ամեն ինչ նորմալ է այդ սուերի հետ, պարոն Խաչատրյան։ Աստված տա կան լինեն ու դեռ շատանան, բայց իմ ասածը ուրիշ բան է։ Մենք մի քանի միլիարդի զենք կորցրեցինք պատերազմի ժամանակ։ Այսինքն մեր ռազմական պոտենցիալի էական անկում ունեցանք։ Եվ այս 5 տարվա ընթացքում, որպեսզի դու կարողանաս Ադրբեջանի հետ նույն մակարդակի վրա լինել, նկատի ունեմ թեկուզ մակարդակների ինչ որ տարբերությունը պահես, կամ դա կտրես, որտեվ իմ գործընկերը ցույց տվեց, որ բյուջեն ավելի է պակաս, ներողություն, տարբերությունը բյուջեների մեջ ավելի է մեծացել։ Պետք է կարողանաս ոչ միայն նոր ձեռքբերումներ ունենաս, այլև պետք է կարողանաս կորուստը փակես։ Հիմա կարող է 1800 թվականից գործող գործիքներ լինեին, բայց ավելավա դա լինի, քան թե ոչ մի բան չլինի։ Որովհետև ես բոլոր բյուջեի, ամեն տարվա բյուջեի քննարկումների ժամանակ այդ հարցը տվել եմ։ Ձեր ցանկալի մետրիկայով մեր մարտունակությունը ինչ մակարդակի վրա է, որովհետև մի քանի միավոր ֆրանսիական, հնդկական, իրանական ծագման զենք բերելով, ոչ մի բան չի նշանակում, որովհետև դու ինչ որ մի բան ունեցել ես նաև Իսկանդերներ, որոնք Նիկոլ Փաշինյանը երբ խոսեց Պուտինի հետ, հետո ասեց չես խալվել էի, 10%-ով չլավել, 100%-ով դմփացել է։ Իսկ ինչ վերաբերում է սահմանի մասին օրենքին, վարչատարածքային բաժանման մասին օրենքին, այն ժամանակ էլ ենք ասել, հիմա էլ ենք ասել։ Դա պետական սահմանի մասին օրենք չի,
բայց իմ ասածն ուրիշ է։ Պարոն Նույնիսկ եթե Խաչատրյան, 5 վայրկյան եթե կարելի է, նույնիսկ եթե դուք ձեր կանխավարկածով եք շարունակում, ուրեմն դա պետք է փոխեիք, որ իմ ասեք, տեսեք, մենք ֆիքսել ենք, դուք չեք ֆիքսում, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Նորից գալով հարցին ասում եք, ավելի լավ է լինի 1800-ականների զենք, քան տեղը ոչինչ չլինի։ Միանշանակ ճիշտ եք ասում, բայց այդտեղ տարբերությունն է նա, որ 1930-ականների զենքի փոխարեն ոչ թե ոչինչ է, այլ այդ զենքի փոխարեն ժամանակակից զենք է։ Պարոն Խաչատրյան, Հայաստանում արտադրվող անօթաչուներ են, պարոն Խաչատրյան։ Հայաստանում արտադրվող հետախուզական, հետախուզահարվածային անօթաչուներ են, պարոն Խաչատրյան։ Դա կարևոր է, սուերը դուք սարքել եք մի չգիտեմ ինչ պատմություն, ասում եք, այ տեսեք, իրանք սու էին առել, բայց հրթիռը հետը չկար։ Բա պարոն Խաչատրյան, բա դուք չգիտեք, որ երբ որ զենք ես առնում, միջև ամբողջ լրակազմը ձեռք ես բերում, դա տևում է ժամանակ։ Այ եթե դուք ձեր խմբակցությունը, մյուս խմբակցությունը, եթե այդ սուերը գներ եւ ոչ թե ասենք, չգիտեմ, մեկը Սևանի ափին ասաբնյակ գցեր, այն մեկը չգիտեմ որտեղ ես իմ ինչ գցեր, այլ դրա փոխարեն սու գնեին, մենք ավելի շատ ժամանակ կունենայինք այդ լրակազմերը գնելու համար։ Հիմա ենք գնել, պարոն Խաչատրյան։